Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից 2025 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ բավականին քննարկման առարկա կա Հայաստանի մասով թե միջպետական գանգատների, թե անհատական գանգատների դիմումների հետ կապված, եւ այս հարցերի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հարցերով փորձագետ, իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մարալյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի Աննա, այսօր կխոսենք մի թեմայի մասին, որը որ շատերիս է հուզում, քանի որ մենք հանրությունը շատ ենք լսել միջպետական գանգատների մասին, դրանց վերաբերյալ տարբեր շրջանառվող տեղեկատվության մասին, անհատական դիմումներ են շատերը ներկայացնել իրենց սպասումների մեջ են, եւ պետք է ասենք, որ 25 թվականին, երբ որ հրապարակեց Եվրոպական 25 թվականի վերաբերյալ երբ հրապարակվեց Եվրոպական դատարանի զեկույցը, այնտեղ Հայաստանը հիշատակվում է միջպետական գանգատների մասով, քանի որ 5 միջպետական գանգատ են ներկայացրել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որից 4 Ադրբեջանի եւ 1-ը Թուրքիայի դեմ, եւ նաեւ Ադրբեջանն է ներկայացրել գանգատ 2 գանգատ Հայաստանի Հանրապետության դեմ, եւ կարծես թե 941 անհատական դիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ, քաղաքացիների, ոչ քաղաքացիների կողմից կարծես թե։ Այո։ Եվ այստեղ պետք է անդրադառնանք մինչև անհատական դիմումների այսպես քննարկմանը, եկեք հարցը հետևյալ դիտանկյունից նայենք։ Այս միջպետական գանգատների մասին շատ է խոսվել, հատկապես 20 թվականի այդ ժամանակահատվածում, բայց եկեք հիշատակենք որն է այս միջպետական գանգատների առարկան, եւ եթե փորձենք միջպետական եւ անհատական այս գանգատների դիմումների հետ կապված պատկերը ամփոփենք, ինչի մասին են խոսում այս թվերը եւ շարժվենք առաջ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալիս։ Այո, միանշանակ ճիշտ նկատեցիք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի 5 բերել է 5 գանգատ, 4 Ադրբեջանի դեմ, միջպետական, եւ 1-ը Թուրքիայի։ Բոլոր գանգատները կապված են 2020 թվականի Ղարաբաղի դեմ հարձակման, Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ տեղի ունեցած եւ դրանից հետո նաեւ տեղի ունեցած կոպտագույն մարդու իրավունքների խախտումներին, նաեւ Թուրքիայի աջակցմանը։ Հարկ է նշել նաեւ, որ այդ դիմումները մուտքագրվել են 2020 թվականից մինչև 22 թվականը եւ վերաբերում են տարբեր խախտումների՝ կյանքի իրավունքի, քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումներին, սեփականության իրավունքը, ունենք նաեւ այսպես կոչված 39-րդ կանոնի ներքո որոշումներ, որոնցով որ դատարանը կողմերին հիմնականում բնականաբար Ադրբեջանի, քանի որ Հայաստանն էր դիմողը, կոչ արել անմիջապես կանգ առնել եւ թույլ չտալ հետագա խախտումները մարդու իրավունքի, ֆունդամենտալ հիմնական մարդու իրավունքների խախտումները։ Վերջին 22 թվականին նաեւ Հայաստանի Հանրապետությունը պահանջել է 30-րդ հոդվածի կանոնի, այսինքն կիրառում, եւ ստացել է դա վերաբերել է Լաչինի միջանցքի փակմանը, որի արդյունքում շրջափակման մեջ էր Ղարաբաղը եւ այնտեղ մարդիկ անգամ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ եւ ամենակարևորագույն իրենց իրավունքները խախտվում էին։ Ադրբեջանը, ինչպես նկատեցիք, նույնպես ունի 2 գործ, մի գործը 44-օրյա պատերազմին է վերաբերում, երկրորդ գործը վերաբերում է Լաչինի տարածքից, երբ որ հայաբնակ անձինք ստիպված են եղել թողել իրենց բնակարանները, այդ ժամանակ նրանք հրկիզել են իրենց տները, նոր հեռացել։ Երկրորդ բողոքը վերաբերում է դրան Հայաստանի դեմ։ Այդտեղ փոխհատուցման հարց է առաջանում դրա հետ կապված։ Միանշանակ, եթե դատարանը ճանաչի Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը տվյալ գործողությունների հանդեպ, ապա այո, եւ Հայաստանի Հանրապետությունը կարող է պահանջել փոխհատուցում, եւ Ադրբեջանը կարող է պահանջել փոխհատուցում։ Շատ բարի, եւ մենք խոսում ենք միջպետական գանգատների մասին,
Եվ նաև իմ հարցի երկրորդ մասը երևի թե մնաց, ինչի մասն են խոսում այս թվերը, թե միջպետականի, թե անհատական գանգատների։ Եթե միջպետականով սահմանափակվենք, ապա Հայաստան երկրորդ տեղն է զբաղեցնում միջպետական գանգատներով։ Ներկայացման։ Այո, որոնք որ այս պահին քննվում են, հա, դատարանի կողմից առաջի տեղում Ուկրաինան, որ ունի բազմաթիվ բողոքներ Ռուսաստանի Դաշնության դեմ, երկրորդ տեղում Հայաստանն է 4 բողոք Ադրբեջանի դեմ, 1 բողոք Թուրքիայի դեմ։ Եթե վերադառնանք անհատական բողոքներին, ապա անհատական բողոքները 194-ը, որ դուք նկատեցիք, դա վերաբերում է տարբեր խախտումների, ինչպես նաև դուք շեշտեցիք, որ բողոքները բերել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև այլ երկրների քաղաքացիների կողմից, որոնք որ գտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է իրենց իրավունքները, որոնք որ պաշտպանված են Եվրոպական կոնվենցիայով եւ նրա արձանագրություններով։ Սակայն նաև այստեղ հարկ է նշել, որ այդ 194 բողոքը 1 տարվա ընթացքում չի որ բերվել է։ Բերվել են 10 տարի եւ ավել ժամանակի ընթացքում բերված գործեր, միևնույն ժամանակ ընդամենը 194 բողոք չի եղել, որովհետեւ տարբեր ժամանակահատվածները պարզապես երևի 25 թվականին դրանց հանրագումարն է այդպեսին։ Այո, որ հիմա դեռևս քննվում է։ Այո, դեռևս քննում է ու նաև շատ գործեր, օրինակ ճանաչվել են անընդունելի, որովհետեւ շեմ ընդունելության բավականին բարձր է Եվրոպական դատարանի։ Որոշ գործեր, ասենք միջդատական փուլին հասել, միջդատական փուլում իրենք արդեն եկել են պետության հետ համաձայնության եւ կնքել են բարեկամական համաձայնագիր, որով որ դատարանը այլևս չի շարունակել քննությունը տվյալ գործեր կամ հետաքրքրված չի եղել այլևս որպեսզի դատարանը քննի, այսինքն տարբեր հանգամանքներում կարող է դատարանը այլևս չքննի։ Այդ 941 գործը այն գործերն են, որոնք այս պահի դրությամբ քննվում են եւ ավելին, երբ որ դատարանը սկսում է արդեն կոմունիկացիան եւ խմբերի եւ գործերի քննությունը շատ հաճախ նա միավորում է բազմաթիվ բողոքներ մեկ գործում եւ դիտում է որպես խմբակային գործ։ Այսինքն կարող է նույնաբնույթ իրավունքների խախտում լինի եւ այստեղ դատարանի մոտեցումը խմբավոր է։ Դա ունի եւ դրական եւ բացասական կողմը, իհարկե, բայց Եվրոպական դատարանը որպեսզի ավելի արդյունավետ եւ ժամանակին կարողանա կայացնել որոշումներ եւ վճիռներ, այդ իսկ պատճառով նա նաեւ շատ հաճախ խմբավորում է գործերը։ Մենք խոսեցինք միջպետական գանգատների մասին, որոնք Հայաստանի կողմից եւ դեմ ներկայացվել են, այդ ցանկում երբ նայում ես կան բազմաթիվ գործեր, որոնք այս պահին քննության փուլում են, սպասման մեջ են, եւ այդ միջպետական գանգատների շրջանակում կան երկրներ, որոնք որ պատերազմող չեն։ Դրա համար կարող է հենց այսպես ոչ իրավաբանի համարով ցանկներ հարց առաջանալ։ Արդյոք միջպետական գանգատների դեպքում միայն տարածքային հիմնախնդիրներ են բարձրացվում, թե կարող են կոնկրետ այս կամ այն պետության քաղաքացի, որը ԵԽ անդամ պետության քաղաքացի, տվյալ պետությունը, որտեղ գտնվում է եւ իրավունքները խախտվել են, ներկայացնել, չգիտեմ, անհատական գանգատ։ Շնորհակալ, շատ կարևոր հարց է։ Դա շատ հաճախ այո այնպեսի թյուր կարծիք է, որ պետությունները պետք է անպայման թշնամական հարաբերությունների մեջ լինեն, որպեսզի գնային միջազգային դատարան, բայց դա այդպես չի, քանի որ ոչ միայն մարդու Եվրոպական դատարանը, այլ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը շատ հաճախ քննում է միջպետական բողոքներ, որպեսզի տա պատասխան հարցին, խնդրին, որոնք որ պետությունները չեն կարողում իրենց միջև գտնել։ Դա քաղաքակիրթ երկրների ճիշտ մոտեցումն է խնդրին։ Այս պարագայում դուք շատ ճիշտ նշեցիք, որ կան գործեր, որոնք որ վերաբերում են հակամարտություններին, այս պահի դրությամբ ունենք 15 գործ, որը որ դատարանը քննում է միջպետական, որոնցից 12-ը վերաբերում են հակամարտություններին, բայց կա 3 գործ, որոնք որ չեն վերաբերում։ Բացի դրանից, եթե անգամ մենք նայում ենք պատմությանը Եվրոպական դատարանում, կա նաև գործեր, օրինակ 5 երկիր եվրոպական, Ֆրանսիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան եւ մեկ երկիր, հիմա չեմ հիշում, իրենք 80-ական թվականների սկզբին դիմել են Եվրոպական դատարան, որպեսզի բարձրացնեն այն խախտումները, որոնք որ Թուրքիայում են տեղի ունենում։ Ընդհանրապես ոչ մի խնդիր Թուրքիային որպես պետություններ չեն ունեցել, իրենց քաղաքացիների շահերը չեն ոտնահարվել այդ պետությունում, ուղղակի հաշվի առնելով թե ինչ կարևորագույն խախտումներ են եղել, իրավունքների խախտումներ են տեղի ունեցել Թուրքիայում, նրանք դիմել են Եվրոպական դատարան։
Ինչ վերաբերվում է այն գործերին, որոնք այս պահի դրությամբ են քննվում, օրինակ կա Սլովակիան դեմ Բելգիայի, այո, գործը, որտեղ որ Սլովակիան գտնում է, որ իր քաղաքացու իրավունքները Բելգիան ոտնահարել է, երբ որ նա ձերբակալել է իր քաղաքացուն Բելգիայի տարածքում, այսինքն Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է նրան օդանավական կոնկրետ այս դեպքում եւ օգտագործել է չափազանց ուժ որի արդյունքում ոչ համաչափ, այո, որի արդյունքում տվյալ անձը մահացել է։ Կյանքի իրավունքը եւ կարծես թե անհատական բողոք է, միևնույն ժամանակ դա չի խանգարում, որպեսզի պետությունը նաեւ հանդես գա որպես կողմ եւ բերի միջպետական բողոք։ Մեկ այլ գործը, որը որ նույնպես հետաքրքիր է, դա Իռլանդիան օրինակ ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործն է, որտեղ որ Իռլանդիան բողոքարկում է օրենք, որ Մեծ Բրիտանիան ընդունել է, վերաբերվում է կոնֆլիկտին, որը եղել է 70-ական թվականներին, այսինքն իր շահերին էլ է նաև անդրադառնում։ Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի շահերին կարող է անդրադառնալ, այդ իսկ պատճառով ինքը բերել է տվյալ միջպետական բողոք։ Մեկ այլ բողոք, որ Չեխիայի դեմ է, այս դեպքում Լիխտենշտայնն է բերել եւ գտնում է, որ նույնպես իր քաղաքացիների իրավունքները այստեղ ոտնահարվել են, որովհետեւ Չեխիան գտնում է Լիխտենշտայնի քաղաքացիները որպես գերմանացիներ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որ իր հերթին բերում է սահմանափակումների, նամանավանդ սեփականության իրավունքի սահմանափակումների Չեխիայում։ Այսինքն տեսնում ենք, որ խնդիրները բազմազան կարող են լինել եւ պարտադիր չէ, որ հակամարտություն լինի, որպեսզի պետությունը շատ կարեւոր էր այս մասին խոսել, նաեւ մի հարց, իսկ միջպետական իլերում են միջպետական գանգատների անհատական դիմումներ կարող են չէ ներկայացնել եվրոպական դատարան եւ որ դեպքերն են։ Այո, եթե մենք խոսում ենք հակամարտություններին, այո, բացի միջպետականներին իհարկե ոչ մի արգելք չկա, որպեսզի նաեւ անհատները դիմեն տվյալ հակամարտության ընթացքում կամ հակամարտության արդյունքում տեղի ունեցած խախտումների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ այս դեպքում կա մի շատ կարևոր կետ, որ մենք պետք է նաև ուշադրություն դարձնել, որ տվյալ գործերը, այս պահի դրությամբ ինչքանով հիշում 8300 գործ կա դատարանը, որ պետք է քննի, բայց այդ գործերը կսկսի դատարան քննել միայն այն ժամանակ, երբ որ որոշում կայացնի միջպետական դատարանների, միջպետական գանգատների վերաբերյալ։ Այսինքն անհատական դիմումների ճակատագիրը կախված է տվյալ հարցով միջպետական գանգատների լուծումից։ Եվ պատճառը նրան որ միջպետական վճիռներով դատարանը սահմանելու է որոշակի կրիտերիաներ եւ մոտեցումներ, որոնք որ հետո նա օգտագործելու է, այո, նաեւ անհատական գործերը քննելիս։ Ավելին կուզենայի, եթե հնարավոր է այստեղ նաեւ մատնանշել, որ միջպետական գանգատները նույնպես շատ հաճախ ունեն նման եթե խոսքը հակամարտությունների ունեն նմանատիպ խնդիրներ են բարձրացնում դատարանի առջև եւ այս դեպքում նույնպես դատարանը մեկ գործը քննում է, որով որ հենց կարևորագույն կրիտերիաները նա սահմանում է, մշակում է, որից հետո այդ կրիտերիաները նա օգտագործում է նաեւ մյուս միջպետական գանգատների։ Օրինակ Ուկրաինայի հետ կապված միջպետական գանգատների մասով կարծես թե եվրոպական դատարանը դեռևս չունի որոշում կայացրած։ Այս իմաստով կարող ենք սպասել այնտեղ էլ որոշումներ լինեն նոր հետո մյուս պետությունների միջպետական գանգատների քննության ընթացք։ Եվրոպական դատարան, տեսեք, ունի որոշում ընդունելության վերաբերյալ, օրինակ Ղրիմի մասով ընդունելության վերաբերյալ ունի արդեն որոշում, որտեղ որ ընդունելի է ճանաչել արդեն տվյալ բողոքը, ունի բայց որոշում դեռևս մեծ պալատի չկա, դեռ սպասում ենք, ունի նաև երկրորդ որոշում, որը որ համեմատաբար վերջերս է կայացրել, դա Նիդերլանդների եւ Ուկրաինան ընդհանրում Ռուսաստանի, ինքնաթիռը, որը որ կործանվել է Ռուսաստանի, հիմա արդեն եվրոպական դատարան գտնվում է Ռուսաստանի պատճառով, այդ գործն էր քննել եւ այս գործը արդեն վճիռը կա, սակայն կոմպենսացիայի հարցը դեռ որոշված չի։ Այսինքն դեռևս լրիվ վերջնական փուլ չի։ Ոչ մի գործ վերջնական որոշում այս պահի դրությամբ ձեռ չունենք, կանդրադառնանք մեր այլ հաղորդումների շրջանակում։ Հարգելի Աննա, մենք գիտենք, որ եվրոպական դատարանը երկար է քննում գործերը, որպես այդպեսին շատ հաճախ մեղադրվում է հենց դատարանի կողմից կամ դատարանը ողջամիտ ժամկետների այսպես հաղթման մեջ, բայց կարող ենք մենք միջպետական գանգատների մասով երևի թե անիրատեսական է, բայց այնուամենայնիվ ակնկալել ինչպիսի որոշումներ չենք կարող ակնկալել, որ բնույթը կանխատեսենք ներողություն, բայց ժամանակային առումով էլ չենք կարող կանխատեսել 5 տարի, 10 տարի
Ցավոք չեն կարող կանխատեսել, միանշանակ է, որ դրանց դրում է նման գանգատներին առաջնահերթություն, սակայն մենք չենք կարող ասել երբ կլինի։ Ինչպես ես արդեն նշեցի, որ նման Ուկրաինայի եւ Հայաստանի գործերը եթե նայում ենք, բնույթով շատ նման կետեր կան, որոնք որ եվրոպական դատարան պետք է անդրադառնա։ Թե որ գործը առաջինը կլինի, այն գործը, որ Հայաստանն է բերել Ադրբեջանի դեմ, թե այն գործը, որ Ուկրաինան է բերել Ռուսաստանի դեմ, չեն կարող ասել։ Բայց իմ կարծիքով որևէ մի գանգատը նախ կքննի, հետո նոր մյուսներին կանրադառնա։ Կարող ենք ասել, որ մեծ պալատն է միանշանակ քննելու բոլոր գործերը, որը Հայաստանի Հանրապետությունը բերել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, ժամանակի ընթացքում չեն կարող ասել հիմնականում, բայց առաջնահերթություն է տրվում նման բողոքների։ Դժվար թե պետք լինի, ասենք, սպասել 15 տարի, որպեսզի նման գործերը կոմունիկացվեն։ Շատ բարի, ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի ընթացքում մենք խոսում ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից 25 թվականի տարեկան զեկույցի համատեքստում Հայաստանի կողմից ներկայացված միջպետական գանգատների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անհատական դիմումների մասին։ Հետևեք մեզ, մեր հյուրն է Իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հարցերով փորձագետ Աննա Մարալյան։ Շարունակելով մեր զրույցը, հարգելի Աննա, անցնենք անհատական դիմումներին, որոնք որ ըստ էության Հայաստանի կողմից արդեն մատնանշված քանիսն են ներկայացվել եւ կարծես թե 25 թվականի ընթացքում արդեն 23 վճիռ կա եւ 22-ում գոնե մեկ առնվազն խախտում կա արձանագրված դատարանի կողմից։ Եկեք անդրադառնանք հետեւյալ հարցին։ Հիմնականում վերջին տարիների պրակտիկան կարծես թե եղել է 6-րդ հոդվածի խախտումը, ինչի մասին է սա էլ ասենք մեր ռադիոլսողներին, բայց նաև դուք ձեր խոսքում ասացիք, որ հաճախ դրանք կարող են խմբավորված, այսինքն ոչ թե այստեղ կոնկրետ 22 անձի իրավունքներ է խախտվել, այլ դրանք կարող են շատ լինել եւ խմբավորվել են, բայց միևնույն ժամանակ նշանակում է, որ խմբավորված թեկուզ մարդկանց իրավունքների ոտնահարման փաստ է, այսպես կոնվենցիայի հոդվածի արձանագրվել է եւ փոխհատուցման հնարավորություն են ունեցել։ Եթե կարելի է, խնդրում եմ այս մասին ներկայացրեք։ Այո, ինչպես դուք նշեցիք, 22 վճռով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունը առնվազն մեկ իրավունք խախտել է, եւ դուք շատ ճիշտ նշեցիք, որ մենք ունենք գործեր, որոնք որ խմբային գործեր են համարվում։ Ամենաշատ խախտումները գրանցվել են 6-րդ հոդվածի, այսինքն արդարադատականության վերաբերող խախտումներն ամենաշատը գրանցվել, որտեղ որ ունենք նաև խմբակային գործեր, օրինակ Արշակյան դեմ Հայաստանի գործում 14 դիմումատուի վճիռ է դա համարվում, այսինքն խմբակային գործ է, որը որ մեկ գործի շրջանակներում արդեն 14 անձ ունեցել է վճիռ։ Ունենք նաև կարևոր դեպքերում կներեք ընդհատելու համար իրավունքի խախտումը արձանագրվել է, փոխհատուցման այսպես չափը անհատական է, նույնատիպ չի կարող լինել։ Ոչ, անհատական է, քանի որ Եվրոպական դատարանի չնայած խնդիրը նույնն է, բայց ունի անհատական մոտեցում յուրաքանչյուր գործերի, քանի որ փաստական հանգամանքների որոշակի տարբերություն կա, դրա համար եւ կոմպենսացիան է տարբեր լինում եւ մոտեցումը կարող է տարբեր լինել։ Օրինակ մեկ գործով կարող է մի քանի խախտում գտնել նույն 6-րդ հոդվածի, մյուս գործում ընդամենը մեկ խախտում։ Կարող է ավելին մեկ խմբակային գործում, օրինակ եթե 15 դիմատու են, 14-ում գտնի որ խախտում կա, մեկում գտնի որ նման խախտում չկա։ Այսինքն դա չնայած խմբակային է, բայց նա ունի անհատական մոտեցում յուրաքանչյուր բողոքին։ Մենք ունենք նաև երկրորդ հոդվածի խախտումներ, կյանքի իրավունքներ, որը այստեղ կուզենայի նշել նաև Արմանյանն ընդդեմ Հայաստանի գործ, որ նույնպես էլի խմբակային գործ է 9 դիմատու ունենք, դա 2008 թվականի մարտի 1-ի գործերն են, տեսնում եք նոր ունենք որոշումներ, որը որ հաստատում է ձեր այն մտահոգությունը, որ շատ երկար է Եվրոպական դատարանը քննում նման գործերը, կուզենայի նաև այստեղ երբ մատնանշել 10-րդ հոդվածի խոսքի ազատության վերաբերյալ, որտեղ որ մենք ունենք 3 վճիռ, երկուսը վերաբերում է լրագրողի իրավունքների խախտմանը, որը որ կարևոր է, որ Եվրոպական դատարանը արձանագրել է, մասսայական բողոքների ժամանակ
լրագրողների իրավունքներին եւ մեկը, որ միգուցե նաեւ մեր հասարակական կազմակերպություններին հետաքրքիր լինի, վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից տեղեկատվության պահանջի մերժմանը, երբ որ հասարակական կազմակերպությունը պահանջում է պետությունից տեղեկատվություն, որ կարևոր է հանրային շահին է վերաբերում, բայց պետությունը հրաժարվում է դա տրամադրել, տվյալ գործով Եվրոպական դատարանը նույնպես արձանագրել էր խախտում։ Շատ կարևոր է ժողովրդավարական հիմքերի համար ձեր մատնանշված իրավունքների խախտման առումով, իսկ դրանից, որտեվ շատերը մի մասը հաստատ տիրապետում է, բայց այնուամենայնիվ դրանից բխող ինստիտուցիոնալ վարչական օրենսդրական փոփոխություններ կհետևեն, թե ոչ, կամ արդեն միգուցե մեկնարկվել է։ Միանշանակ, եթե մենք նայում ենք, թե ինչ փոփոխություններ են օրենսդրական եւ պրակտիկայում տեղի ունեցել, մենք պետք է արձանագրենք, որ Եվրոպական դատարանը մեծ դեր ունի, երևի թե դա եւ պետությունն է, եւ իրավապաշտպաններն են նաեւ արձանագրում, եւ այն մարդիկ, ովքեր որ դիմել են Եվրոպական դատարան, կարող են հաստատ արձանագրել, որ Եվրոպական դատարանը բավականին արդյունավետ է եւ հետևանքները շատ բարենպաստ են եւ անձի համար եւ պետության, այսինքն երբ որ անձը դիմում է Եվրոպական դատարան, դրանով նաեւ ոչ ուղղակի, բայց նաեւ նա նպաստում է Հայաստանի, այո, մյուս անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետեւ բարելավում է նաեւ համակարգը Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ, տեսեք, հասարակական կազմակերպությունների մասով պետական մարմինները ավելի ուշադիր կլինեն տեղեկատվությունը տրամադրելու հարցում, ամբողջական տրամադրելու, չմերժելու հիմքերի վերանայման, այլ օրենսդրական։ Եւ օրենսդրական ահագին փոփոխություններ ենք մենք նաև ունեցել քրեական օրենսգրքով, ենք շատ փոփոխություններ ունեցել, որը որ բարելավվել է քաղաքացիական օրենսգրքով, անգամ դատավորների գործունեության հետ կապված պատասխանատվության տեսակներ անգամ քանի որ Եվրոպական դատարանի պրակտիկան պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, շատ կարևոր է դրանով նաև բարձրացվում է դերը, ավելին սահմանադրությամբ անգամ սահմանված է, որ ունի իր դերը եւ բավականին մեծ դեր ունի Եվրոպական դատարանի որոշումները, վճիռները Հայաստանի իրավական համակարգի համար։ Շատ լավ, շարունակելով մեր զրույցը անհատական դիմումների վերաբերյալ։ Տեսեք, Զեկույցում նշվում է ամենաշատ այն պետությունները, որոնց դեմ ամենաշատ գանգատներն են ներկայացվել եւ պետությունները, որոնց դեմ ամենաքիչն են ներկայացվել։ Իհարկե կուզենայի նաեւ զուգահեռները անցկացնենք, բայց միաժամանակ նշենք Հայաստանի մասով ներկայացված է 0.61 այդ ցուցանիշը։ Սա առաջին հայացքից կարծես թե դրական ցուցանիշ է, որտեղ 10,000 բնակչի այսպես թվով է թվով է ներկայացված եւ կարծես թե վատ չէ, բայց ինչ է խոսում, ինչ ինֆորմացիա է պարունակում այս 0.61 ցուցանիշը եւ արդյոք պետություններ կան, որ նմանատիպ ցուցանիշներ ունեն, այստեղ նույն վիճակն է կամ մի փոքր ավելի քիչ ցուցանիշը ավելի բարվոք վիճակի մասին է խոսում արդարադատության, դատական համակարգ եւ ընդհանրապես ինստիտուցիոնալ, հա, այդ կառուցվածքների եւ այլն իրավունքների խախտման վիճակի։ Կարող ենք սա որպես հիմք ամրագրել եւ այդ ցուցանիշը տեսնել օրինակ բարելավում նախորդ տարիների համեմատ թե ոչ։ Շատ հետաքրքիր հարց է, շատ շնորհակալություն։ Երևի թե սկսեմ, թե որ պետությունների դեմ են ամենաշատ վճիռները կայացնում եւ պետությունները ամենակիչ, հիմնականում պետությունները, որոնք որ բացասական իմաստով, բայց առաջնորդներն են, որոնց նկատմամբ ամենաշատ վճիռներ են կայացնում։ Իրենք անփոփոխ են հիմնականում։ Այո, հիմնականում անփոփոխ են։ Դա Ռուսաստանի Դաշնությունն է եղել, հիմա էլ ինչ այլոց անգամ եթե հիմա անդամ չի, բայց մնում է։ Թուրքիան է, երկու երկրները պարտադիր են, վերջի տարիներին շատ հաճախ տեսնում ենք Ուկրաինային եւ Իտալիային, կարելի է զարմանալ թե Իտալիան կարծես թե հա ինչպես հայտնվեց այդ ցուցակում։ Իտալիան ունի մեծ խնդիր, որը որ արդարադատությունն է վերաբերում, ավելի ճիշտ ողջամիտ ժամկետների խախտման մասով։ Այո, եւ այդ իսկ պատճառով շատ բողոքներ են բերվում։ Շատ բողոքներ բերելը Եվրոպական դատարանը նաեւ խոսում է Եվրոպական դատարանի նկատմամբ վստահության մասին։ Այո, միանշանակ։ Այո, այսինքն դա նշանակում է, որ Իտալիայում բնակչությունը գտնում է, որ իրենց խնդիրի լուծումը կարող է Եվրոպական դատարան տալ եւ ունի ակնկալիքներ։ Վերջերս որոշակի փոփոխություն է տեղի ունեցել պրակտիկայում, որ երբ որ Եվրոպական դատարանը գտնում է, որ արդեն բավականին շատ գործեր ինքը քննել է նմանատիպ կլոնային գործեր, ապա այդպիսի գործերի խումբը նա միանգամից առանց քննության ուղարկում է նախարարների կոմիտե եւ
կատարման եւ գտնում է, որ նա ասելիք չունի եւ նման գործերի քննությունը ծանրաբեռնում է լրացուցիչ դատարանին։ Հասկանալի։ Ինչ վերաբերում է ամենակիչ գործերը, որ պետությունների դեմ են բերում, որտեղ կարելի է պաշտպանված գալ ավելի շատ։ Այո, դրանք փոքր երկրներն են, եվրոպական զարգացած երկրներն են, Լյուքսեմբուրգն է, Իսլանդիան է, Լիխտենշտայնն է, հա, այն երկրներ, որոնք որ փոքրիկ են եւ բավականին պաշտպանված են իրավունքները։ Հոդվածի հետ կապված ողջամիջամկետներ հնարավոր չէ խախտել, որտեղ ավելի կանխատեսելի է կարծես թե։ Ինչ վերաբերում է վճիռներին, վճիռները կայացրել են մեկական վճիռ են կայացրել այս տարի Ֆինլանդիայի դեմ, Սլովենիայի դեմ, Էստոնիայի դեմ նույնպես հետաքրքիր է։ Իսկ իրավունքների խախտումը ավելի շատ ինչին է վերաբերում, այնտեղ էլ է 6-րդ հոդվածը թե տարբեր են, այս մասով միանշանակ տարբեր են, թեկուզ մեկ վճիռ, բայց իրենք տարբեր են եւ համակարգային խնդիրներ կարծես չեն։ Պատճառը կարող է լինել տարբեր, ինչու, որովհետեւ չի ասի, որ օրինակ Սլովենիայի դեմ ամենակիչ բողոքներն են բերում, բայց ուղղակի որոշակի հանգամանքների բերումով ընդամենը մեկ վճիռ է եղել։ Շատ հաճախ նաեւ գնում են բարեկամական համաձայնություն են կնքում պետություն եւ դիմատում, որ արդեն վճռի չի բերում, որը իօքուտ պետությանն է։ Այո, պատկերը փոխում է։ Հարգելի Աննա, մենք գիտենք, որ ինչպես նաեւ դուք էլ ասացիք, եւ Հայաստանի Հանրապետությունում էլ կա այդ մոտեցումը անկախ իրավական նիհիլիզմից, բայց վստահության բավականին մեծ շեմ կա եվրոպական դատարանի նկատմամբ։ Եթե անձը չի հաջողում ներպետական մակարդակով, անպայման այդ հնարավորությունը օգտագործում է դիմում է եվրոպական դատարան։ Եթե անհատական գանգատների մասով, ինչպես արդեն շեշտեցինք, կա այդ վստահության բարձր շեմը, կարող ենք նույնը ասել միջպետական գանգատների մասով։ Ինչու է այս հարցը, որտեղ միջպետական գանգատների դեպքում քաղաքական գործոնը չի բացառվում, գոնե հիպոթետիկ ակնկալվող, քննվող գործի հետ կապված։ Կարող ենք համանման հարթության մեջ դնել, թե այնուամենայնիվ կան առանձնահատկություններ միջպետական եւ անհատականի քննության դեպքերում։ Եթե մենք վերցնում ենք քաղաքական տեսանկյունից, եթե նայենք, եվրոպական դատարանը անհատական գործեր ունի, շատ գործեր ունի, որոնք որ քաղաքական են։ Եվ այդ պարագայում եվրոպական դատարանը բայց ավելի քիչ են։ Ամեն դեպքում։ Բայց ասենք օրինի Սարկոզիի գործը քննած, Նավալնիի գործը քննած եւ այլն, ունի բավականին շատ անհատական բողոքների այդ մեծ հոսքի համատ իրենք շատ չեն, բայց նաև կան որոշակի գործեր, որտեղ որ եվրոպական դատարանն ունի նույն մոտեցումը եւ նաև եթե մենք վերցնում ենք միջպետականը, ոչ ինքը ունի նույն մոտեցումը եւ եթե նայում ենք պատմությունը, ինչպիսի որոշումներ են եղել Իռլանդիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի, այնուամենայնիվ դատարանը հիմնվում է իրավական փաստերի վրա եւ այստեղ կան, այսինքն որտեղ որ իր համար հակառակ դեպքում նա արդեն վստահություն կգործի եւ կդառնա հարգելի Աննա եւ 0.61-ը մենք չմեկնաբանեցինք այն ամենը որ բաց չմնա դա շատ է քիչ է եւ կան զուգահեռներ այլ պետությունների հետ թե ոչ դա առաջի հայացքից վատ ցուցանիշ չի, ինչպես դուք նշեցիք, կան պետություններ, օրինակ Հունաստանը, որը ունի նույն ցուցանիշը եւ կարելի է զարմանալի թվալ, որ 0.61 կան պետություններ, որոնք որ մի քիչ ավելի քիչ ունեն 0.50 եւ այլն, օրինակ Պորտուգալիան 0.56 ունի, որը որ կարծես նույն համենայնպես ոչ հեռու են, այո։ Սակայն ինչն է այստեղ կարևոր է նաեւ թե ինչքան է տևում քննությունը եվրոպական դատարանում։ Եթե մենք համեմատենք Հայաստանի Հանրապետությունը Հունաստանի հետ, ապա կտեսնենք այն վճիռները, որոնք որ կայացվել են 25 թվականներին, այդ վճիռների վերաբերյալ բողոքները բերվել են 18-19-20 թվականներին հիմնականում։ Կա երկու գործ, որը որ 13 թվականն է բերել։ Այսինքն բավականին կարճ է կոմունիկացիան բողոք բերելը, կոմունիկացիա եւ վճիռը համեմատաբար, Եթե մենք վերցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, դա 15, 16, 17 թվականներն, այսինքն 10 տարի տևում է, որպեսզի բողոք բերելուց հետո վճիռ կայացնի։ Ավելին այս տարի, այսինքն անցյալ տարի 25 թվականին եղել է վճիռ, որի բողոք բերել է 2005 թվականին։ 20 տարի հետո, այսինքն դիմումից հետո ակտուալությունը միանշանակ արդեն մարդիկ կարող են հիասթափել գտնել, որ այդ դատարանը այլևս արդյունավետ չի
քանի որ եթե օրինակ 6-րդ հոդվածի խախտում է արձանագրվում դատարանը, մարդը կալանավորվել է, մարդուն, այո, դատապարտել են 20 տարի հետո ինքը միանշանակ դուրս է եկել։ Արդեն այդ որոշումը կարող է պետք էլ չլիներ։ Միանշանակ, այսինքն եթե ժամանակին լիներ, եւ այստեղ կարծես թե դատարանը ողջամիտ ժամկետները ինքը չի պահպանում, որը որ պարտադրում է պետություններին։ Այս հարցը բազմիցս բարձրացվել է Եվրոպական դատարանի առջև եւ ինքը նույնպես վերանայել է իր փորձել է տարբեր մեթոդներ, մենք խոսեցինք, որ դատարանը փորձում է խմբավորել գործերի եւ այդպես լուծումներից մեկը, եթե գործեր կան, որոնք որ արդեն բազմիցս անդրադարձել այդ գործերը այլևս չի քննում, որոշումները եթե նայենք հիմա բավականին ավելի կարճ են, քան առաջ էր, վերջությունը ավելի հստակ եւ կարճ է հիմա անում, ինքը նույնպես փորձում է։ Ինչն է խնդիրը Եվրոպական դատարանի ռեսուրսների սողությունը։ Քանի որ յուրաքանչյուր պետություն Կարող ասել, որ Հունաստանի այսպես աշխատակազմը Եվրոպական դատարանում ավելի շատ է ներկայացված, քան Հայաստանին կամ մյուս պետությունները, դրանք էլ ռեսուրսներից մեկը։ Այո, եւ այլն։ Պատճառները տարբեր են, բայց ամենից մենք ունենք փաստեր, երբ որ նույն ցուցանիշով բողոքներ են բերվում, սակայն Հունաստանի դեպքում ավելի արագ է ստանում, քան Հայաստանի Հանրապետության բողոքներն են քննվում։ Պատճառները կարող են բազմիցս լինել։ Արդյոք դատարանը աշխատում է այդ ուղղությամբ, միանշանակ աշխատում է եւ ինքն էլ է նաեւ գիտակցում այդ խնդիրը եւ ասում է, որ ես ունեմ իրոք որ շատ սահմանափակ ռեսուրսներ եւ ունի դատավոր յուրաքանչյուր պետության ներկայացնում են մեկ դատավոր, ոչ ավել, ոչ ավել, որը որ նույնպես իր համար խնդիր է եւ չունի այդ ռեսուրսները։ Եթե այս պահին անգամ Եվրոպական դատարանը այլևս չընդունի ոչ մի բողոք, իրեն եթե 5 տարի եւ ավել պետք է որպեսզի նա քննի բոլոր գործերը, դիմումների քննություն։ Հարգելյանը, մենք կանրադառնանք 2026-ի վերջում Եվրոպական դատարանի տարեկան զեկույցին, տեսնենք ինչպիսի դինամիկա է տեղի ունեցել Հայաստանի մասով։ Ի վերջո շատ է փոխվել այդ վիճակագրությունը, թե այս տարաբեռնվածության պարագայում դատարանի մի փոքր տեղաշարժենք, բայց այս հարցին անպայման կանրադառնանք։ Շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր զրույցի եւ այն տեղեկության համար, որը որ խոսում է Հայաստանի վիճակի մասին, թե միջպետական, թե անհատական գանգատների մասով, եւ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից 25 թվականին հրապարակած տարեկան զեկույցի մասին, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանը եւ Թուրքիայի դեմ ներկայացվել են 5 գանգատ եւ Հայաստանի Հանրապետության դեմ քննվող անհատական դիմումների թիվը 941 է։ Սպասենք դրանց քննությանը եւ կանդրադառնանք ավելի ուշ այս հարցերի հետ կապված որոշումներին։ Իսկ մեր հյուրն էր մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հարցերով փորձագետ, իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մարալյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։